Եվ մի փոքրիկ հայական հարց, փոքրիկ այսօրվա օրակարգի մասին է խոսքը, արդյոք սպասք եք համարում, որ այսպիսի սփռվածություն ունեցող հայերի դեպքում աշխատում ուզում եք պահի տակ այսպիսի օրենք ընդունել, որտեղ մարդու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է ընտրելու, իրոք կարող է մի տարի հետո այդ օրենքին դեպի այլ կերպ նայեք։ Դուք լուրջ եք հարցնում այդ։ Ես ուզում եմ հասկանալ, ես սխալ եմ համարում, որ մենք ժամանակ ենք կորցրել ու շուտ չենք արել դա։ Սահմանադիրը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Սահմանադիրը։ Մի րոպե, ոնց ժողովուրդը դրսում է։ Չէ՞, Հայաստանի հայ ժողովրդի 10 միլիոն մարդ ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Լավ, մի բանավեճ չէ, չէ, կդադարեցնեմ։ Ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վերցնենք X երկիր, հա։ Չգիտեմ, այդտեղ չկա որ հայ գոյություն չունի։ Ասենք մեր մոտ 1.5 միլիոն քվեարկությամբ որոշում է կայացվում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղությամբ գնա, գոյություն ունի թե չունի։ Այսինքն կարելի է պայմանականորեն ինչ որ երկրում, ինչ որ մարդկանց վրա ազդեցություն գործել եւ մենք այդտեղ Հայաստանի Հանրապետությունը պրախադնոյ դվոր, հա, ուզում եմ հասկանալ։ Պրախադնոյ դվոր, հա, որ գան ամառը մարդիկ հանգստանան, հարկ չվճարեն, Հայաստանի Հանրապետության բանակի անվտանգության մասին խոսան, իրանց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չծառայեն, բանա, անչաստեղ հաց չեթան խանութում առնեն, տենան հացի գիտնը բարձացել է, թոշակ չստանան, թոշակառուչենեն, բայց շաբաթը մեկ տենց գան ասեն դե լավ, այսօր բան եմ, այսօր տրամադրությունս կամ ինձ ձեռ է տալիս, ես ապրում եմ բանում Անտարկտիդայում ինձ ձեռ է տալիս թե պինգվինները պետք է ղեկավարեն եւ պինգվիններին ուղարկեն թե որ Հայաստանի Հանրապետությունը պրախադնոյ դվոր չի։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնի մարդը, ով որ այս արևի տակ է ապրում, ով որ հարկ է վճարում, ով որ իր երեխան ծառայում է, ով որ իր պարտն է կատարում, ասում եմ պրախադնոյ դվոր մի սարքեք Հայաստանի Հանրապետությունում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար